Ես զարմանում եմ, թե ինչու է Բաբկեն Թունյանը առհասարակ մեջ բերում Ճապոնիային, Սինգապուրին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հայաստանի Հանրապետության հետ ինչ-որ զուգահեռներ անցկացնելու պետական արտաքին եւ ներքին պարտքի հետ կապված։ Նախ եկեք հասկանանք ինչ բան է Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պետություն։ Աշխարհի թիվ 1 տնտեսություն ունեցող երկիրն է, միջազգային թիվ 1 վալյուտայի արտադրող եւ բաշխող պետությունն է, այսինքն դոլարի մասն է խոսքը գնում, Ամերիկայի տնտեսության բոլոր ոլորտները գերզարգացած եւ գերարագ զարգանում են, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ խոշոր 7-նյակի անդամ է եւ խոշոր 20-նյակի անդամ է, դա ասեմ որն է, խոշոր 7 տնտեսություն ունեցող երկրներից մեկը Միացյալ Նահանգներն է եւ խոշոր 20 պետություններ, որոնք ունեն մեծ տնտեսություն, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգաբնակչության գնողունակությունը եւ ՀՆԱ ազգաբնակչություն թվականակի հարաբերակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ-ն կազմում է շուրջ $20,000, Հայաստանի Հանրապետությանը գրեթե $9,000, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները 3.5 անգամ ավելի լավ են ապրում, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները 3.5 անգամ ավելի գնողունակ են, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքը ներքին եւ արտաքին կառավարության 36 տրիլիոն դոլար է, այն որ մերը 14 միլիարդ եւ ավելի համեմատելի չեն, իհարկե բարձր է, բայց եկեք հասկանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքի կառուցվածքը։ Իր պետական պարտքի կառուցվածքի զգալի մասը նա պարտք է իր քաղաքացիներին։ Այսքան ներքին պարտք է։ Եվ երկրորդը, այո, արտաքին ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, բայց եկեք չմոռանանք, որ Միացյալ Նահանգների ազգային արժույթը ոչ միայն իր երկրի ազգային արժույթն է, այլ նաև միջազգային արժույթ է, հետևաբար նա խնդիր չունի իր վարկային պարտավորությունները սպասարկել, եւ եկեք չմոռանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի բավականին հարուստ բնական ռեսուրսներ, էներգետիկ ռեսուրսներ, հողային ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ եւ առհասարակ երկրի մոլորակի թիվ 1 պետությունն է։ Նա նաև անդրադարձել է Ճապոնիային։ Այո, Ճապոնիան նույնպես բավականին զարգացած աշխարհում 3-րդն է տնտեսությամբ, գնողունակությամբ 3-րդ տեղն է, Ճապոնիայի արտաքին եւ ներքին պարտքը, այո, շուրջ 9 տրիլիոն դոլար է։ Նույնպես, պարոն Բաբկեն Թունյան, համեմատելի չէ 14 միլիարդ գերազանցած Հայաստանի Հանրապետության կառավարության պետական արտաքին եւ ներքին պարտքը, սակայն Ճապոնիան աշխարհում երկրորդն է իր պահոստային ֆոնդով շուրջ 1.5 տրիլիոն դոլար։ Ճապոնիան շուրջ 1.5 տրիլիոն դոլար Ամերիկայի պետական պարտատոմսն է գնել, որից տոկոսներ է ստանում։ Ճապոնիայի պետական արտաքին եւ ներքին պարտքը 9 տրիլիոն է, որից 94%-ը նա պարտք է իր քաղաքացին, այսինքն ներքին պարտքն է։ Այսինքն միայն 6%-ը արտաքին պարտքն է։ Հետևաբար Ճապոնիայի տնտեսությունը համեմատելի չէ Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ, ել չեմ ասում կառավարության որակը մեր երկրի կառավարության որակի հետ։ Նա անդրադարձել է նաեւ Սինգապուր։ Այո, Սինգապուրը մոտ 640 կիլոմետր քաղաք պետություն է, աշխարհագրական հիանալի դիրքով, ինչպես նաև Ճապոնիան եւ Ամերիկան, իդեպ Ճապոնիան նույնպես խոշոր 7-նյակի անդամ է եւ խոշոր 20-նյակի անդամ, կամ ասում են G7-նյակ, G20-նյակ։ Եվ Սինգապուրը, այո, խոշոր 7-նյակի եւ խոշոր 20-նյակի անդամ չէ, սակայն աշխարհում իր ազգաբնակչության ՀՆԱ եւ բանազգաբնակչության եկամուտ հարաբերակցությունը $58,000 է, մեր երկրինը շուրջ $9,000 է, մեզ դիտողները թող հետևություն անեն, այո, Սինգապուրի արտաքին պարտքը 1 տրիլիոնից ավելի է, քան Հայաստանի Հանրապետության 14 միլիարդը գերազանցած, սակայն Սինգապուրը ունի զարգացած ֆինանսական համակարգ, զարգացած ֆոնդային բորսա, աշխարհագրական հիանալի դիրք, ողջ Ասիայի առևտրաշրջանառության զգալի մասը Սինգապուրի նավահանգիստներով եւ ֆինանսական փոխանցումները Սինգապուրի բանկային համակարգով է։ Հետևաբար այն համեմատությունը, որ Բաբկեն Թունյանը բերեց Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին պարտքի, իրավիճակը այդ 3 երկրների
պարզապես համեմատելի չէ։ Կարող ենք համեմատել մեր երկիրը, մեր հարևան հարավ կովկասյան երկրների հետ, Վրաստանի եւ Ադրբեջանի։ Այ մի փոքր համեմատություն անենք։ Վրաստանի պետական արտաքին եւ ներքին պարտքը 12.2 միլիարդ դոլար, այսինքն 12 միլիարդ 200 միլիոն դոլար։ Վրաստանը ունի բաց սահմաններ, Վրաստանը ունի ելք դեպի ծով, Վրաստանի բնակչությունը 4 միլիոն է եւ Վրաստանում տարեկան նվազագույնը 6-7-8 միլիոն զբոսաշրջիկներ են գալու։ Դեռ կանդրադառնամ դրա դրական եւ բացասական ազդեցությունը պետական պարտքի վրա։ Եվ Վրաստանի 12 միլիարդ 200 միլիոն դոլարը եկեք բաժանենք 4 միլիոնին եւ 14 միլիարդ եւ ավելի բաժանենք 3 միլիոներ եւ Վրաստանի պետական արտաքին եւ ներքին պարտքը միասին 12 միլիարդը Վրաստանի համախառն ներքին արդյունքի 36.1%-ն է, մերը 53%-ը գերազանցել է։ Թեվափոխենք իրենց կողմից գործընկեր կառուցողական երկրի, հա, բարեկամական հարաբերություններ են փորձում հաստատել Ադրբեջանին։ Ադրբեջանի պետական արտաքին եւ ներքին պարտքը 15 միլիարդից մի փոքր ավելին է։ Մեզանից մոտ 1 միլիարդով է ավելի, ոչինչ, մի քանի ամսում այդ բացը կլրացնենք մենք, բայց մենք չենք թողի, որ մեր հարևանները մեզանից ավելի շատ պարտք ունենան։ Անհարմար է։ Սակայն Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է։ Ադրբեջանը ունի բաց սահմաններ, միայն Հայաստանի հետ է փակ սահման, բայց ունի Ռուսաստանի պես տնտեսություն ունեցող երկրի հետ բաց սահման, Վրաստանի պես երկրի հետ բաց սահման, որոնց դեպի Սև ծով ելք է ունենում, Իրանի հետ բաց սահման եւ Կասպից ծովով հարաբերվում է ասիական էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրների հետ։ Հետևաբար, եթե համեմատություն բերենք եւ իդեպ ասեմ, Ադրբեջանի պետական արտաքին եւ ներքին պարտքը այդ երկրի ՀՆԱ-ի 16%-ն է, մերը 53 եւ ավելի տոկոս։ Պարոն Բակենթունյան, եթե համեմատություն բերեինք Վրաստանի եւ Ադրբեջանի, միգուցե հասկանալի կլիներ, բայց Ճապոնիային, Սինգապուրին եւ Ամերիկային համեմատել տնտեսական առումով պետական արտաքին եւ ներքին պարտքի, քան Հայաստանի Հանրապետությունը, իմ կողմից խոհեմ չէ։ Ասեմ ավելին, ըստ ձեր տրամաբանությամբ Սինգապուրի, Ճապոնիա եւ Ամերիկայի բնակիչները պետք է ավելի վատ ապրեն, որովհետեւ իրենց պարտքը ավելին է, քան մերը, եւ մենք պետք է ավելի լավ ապրենք, քան իրենք։ Ներողություն, Հայաստանի Հանրապետության գնողունակությունը 193 պետությունների մեջ չասեմ, որ տեղում է, մի քիչ մեզի լավ զգանք, այդ թիվը չասեմ։